Հայաստանի հետ ընտրական քաղաքական դաշտում հիմնական քննարկումը ծավալվում է ոչ այնքան ընտրությունների արդյունքների, որքան ընդդիմության հետագա քայլերի շուրջ։ Գլխավոր հարցն այսօր այն է, թե ընդդիմադիր ուժերը կվերցնեն խորհրդանական մանդատները, թե կընտրեն պայքարի այլ ճանապարհ։ Քաղաքական շրջանակներում շրջանառվում է տեսակետ, թե մանդատներից հրաժարվելը կարող է հանգեցնել Նիկոլ Փաշինյանի իշխանության ապալեգիտիմացման, սակայն մի շարք վերլուծաբաններ այս մոտեցումը վիճարկում են, նշելով, որ լեգիտիմության հարցը շատ ավելի լայն քաղաքական եւ միջազգային բաղադրիչներ ունի։ Փորձագետների կարծիքով, եթե Փաշինյանի դիմախոսները նրան լեգիտիմ չեն համարում այսօր, ապա նույն վերաբերմունքը չի փոխվելու անկախ նրանից ընդդիմությունը կվերցնի մանդատները, թե ոչ։ Ես չգիտեմ, ինչ որոշում կկայացնեն ընդդիմադիր ուժերը մանդատների հարցում։ Այստեղ կարող են լինել քննարկելու շատ հանգամանքներ, բայց մի հարցում վստահ եմ, Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցում դա ունենալու է 0, կրկնեմ 0 նշանակություն։ Այդ ում համար է Փաշինյանը դառնալու ոչ լեգիտիմ։ Ընդդիմության էլեկտորատի, այսինքն որևէ մեկն ուզում է ասել, որ մանդատները վերցնելու պարագայում ընդդիմադիր էլեկտորատը Փաշինյանին համարելու է լեգիտիմ, լուրջ, հիմա որ 2021 թվականից հետո Հայաստան ու պատիվ ունեմ դաշինքները վերցրին մանդատները, Փաշինյանը նրանց ընտրողների համար դարձավ լեգիտիմ, ծայրահեղ անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանը ապալեգիտիմանալու է իր ընտրողի, չեզոքների եւ առավել եւս նրա վրա խաղադրույք կատարած աշխարհաքաղաքական դերակատարների համար։ Հետընտրական քննարկումների կարևոր թեմա են նաև միջազգային արձագանքները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը կանգնած է Հայաստանի վարչապետի կողքին խաղաղության գործընթացի առաջմղման գործում, սակայն այս հայտարարությունը տարբեր գնահատականների է արժանացել քաղաքական շրջանակներում։ Ռուբիոն թերևս մի փոքր չափազանցնում է։ ԱՄՆ-ն կանգնած է Նիկոլ Փաշինյանի, բայց ոչ Հայաստանի կողքին։ Իհարկե, պարտավորել չեն, բայց արձանագրենք այդ չափազանցությունը։ ԱՄՆ-ն կանգնած է վարչապետի կողքին, Հայաստանի միջոցով Ադրբեջանի հետ իր ստրատեգիական համաձայնությունների ճանապարհին, իսկ դա խաղաղության հետապնդում չէ, որովհետև այդ ստրատեգիական համաձայնությունների հարցում Հայաստանի հետ խաղաղությունը ԱՄՆ-ի համար սկզբունքային չէ։ Սկզբունքային լիներ Թրամփը օգոստոսի 8-ին կհասներ այդ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այլ ոչ թե նախաստորագրմանը։ Վերլուծաբանների գնահատմամբ ընդդիմության համար առաջնային խնդիրը պետք է լինի ոչ թե մանդատների շուրջ բանավեճը, այլ հստակ քաղաքական ռազմավարության ձևավորումը, նաև այն իրողությունը, որ գործող իշխանությունը շարունակում է օգտվել արտաքին կարևոր դերակատարների քաղաքական աջակցությունից։ Այս փուլում ընդդիմության հիմնական մրցակիցը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, գոյություն ունի նաև արտաքին քաղաքական միջավայր, որտեղ մի շարք ազդեցիկ կենտրոններ իրենց շահերից ելնելով շարունակում են համագործակցել գործող իշխանության հետ։ Հետևաբար ընդդիմության համար առաջնային խնդիրը պետք է լինի ոչ թե խորհրդարանական մանդատների շուրջ բանավեճը, այլ հստակ քաղաքական ռազմավարության ձևավորումը։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր ընդլայնել հանրային աջակցությունը, աշխատել արտաքին քաղաքական իրողությունների հետ եւ ձևավորել այնպիսի օրակարգ, որը կարող է մրցունակ լինել թե ներսում, թե միջազգային հարթակներում։ Միաժամանակ տարածաշրջանում շարունակվում են աշխարհաքաղաքական ակտիվ գործընթացները։ Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը խորացնում են համագործակցությունը էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերի շուրջ, իսկ Անկարան վերջին հայտարարությամբ ողջունել է Հայաստանում անցկացված ընտրությունները, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Եթե դիտարկենք վերջին 2 տասնամյակների զարգացումները, ապա կտեսնենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը քայլ առ քայլ կառուցել են միասնական ռազմավարական տարածք, էներգետիկ, տրանսպորտային եւ քաղաքական բաղադրիչներով։ Վրաստանը դարձել է այդ նախագծերի հիմնական հանգույցը, իսկ Հայաստանը երկար ժամանակ մնացել է տարածաշրջանային գործընթացներից դուրս։ Այսօր, երբ խոսվում է հաղորդակցությունների բացման եւ նոր միջանցքների մասին, Անկարան փորձում է ամրապնդել իր դերակատարությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաեւ Կասպից ավազանից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող աշխարհաքաղաքական տարածքում։ Քննադատների կարծիքով Հայաստանի շուրջընթացող գործընթացները պետք է դիտարկել հենց այս լայն ռազմավարական համատեքստում։ Մինչ իշխանությունները խոսում են խաղաղության եւ տնտեսական հնարավորությունների մասին, նրանց ընդդիմախոսները զգուշացնում են նոր աշխարհաքաղաքական մարտահրավերների մասին։ Հայաստանի ներսում ընթացող քաղաքական բանավեճի առանցքում հենց այս հարցն է. արդյոք տարածաշրջանային նոր նախագծերը կարող են դառնալ զարգացման հնարավորություն, թե դրանք մեծացնելու են Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը Հայաստանի նկատմամբ։ Ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ գործող իշխանությունների քաղաքականությունը բավարար չափով չի հակազդում այդ մարտահրավերներին եւ անհրաժեշտ է ձևավորել այլընտրանքային օրակարգ։ Նրանց համոզմամբ առաջիկա տարիները վճռորոշ են լինելու Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության եւ տարածաշրջանային դերակատարության տեսանկյունից։
Այսպիսով հետընտրական գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ ընդդիմության հետագա ռազմավարությունը, քաղաքական պայքարի արդյունավետությունը կախված կլինի ոչ միայն մանդատների ճակատագրից, այլ այն բանից, թե ինչ օրակարգ եւ ինչ քաղաքական ուղի կընտրի ընդդիմությունը առաջիկա փուլում։ Ֆրիդա Ղազարյան, Վահագն Մխիթարյան, TB News։